հարցը։ Պարոն Մելիքյան, Չէ, սա ես ուզում եմ պարզաբանեմ, որովհետև այդ հարցը հնչեց, ինչ որ չգիտեմ ինչ, ուրեմն մյուս երկու փաստաբաններին ես եմ խնդրել անձամբ, շնորհակալ եմ իմ գործընկերներին, որ այսպես պրո բոնո հիմունքներով ներգրավվեցին եւ չգիտեմ ինչ հարցեր են այստեղ բարձրացնում։ Մի քանի 100 քաղաքացիներ են հավաքել Սամվել Վարդանյանի գրավը, սկսած 500 դրամից մինչեւ մի քանի 100,000 դրամ։ Ես բոլորին շնորհակալ եմ, հարգելի քաղաքացիներ, այսօրվա վերդիկտը ես համարում եմ նաեւ ձեր բոլորի հաղթանակը, հիմա կասեմ ինչու։ Առաջինը։ Մենք տեսեք ասում եմ հաղթանակը, բայց միևնույն ժամանակ պետք է ասեմ, որ մենք իհարկե գոհ լինել չենք կարող վերդիկտից, որովհետեւ եթե պաշտպանները միջնորդում են դատարանին արդարացնել 2 մեղադրանքով եւ 1 մեղադրանքով է տեղի ունենում արդարացումը, գոհ լինել չենք կարող։ Որով է արդարացում, որով խուլիգանությունով եղավ մեղադրական վերդիկտ, որը ոչ մեծ ծանրության արարք էր, նախատեսում է մինչև 2 տարի ժամկետով ազատազրկում, բայց միևնույն ժամանակ կա մեկ այլ հոդված քրեական օրենսգրքում, համաձայն որի առաջին անգամ արարք կատարած ոչ մեծ ծանրության արարք կատարած անձին արգելվում է նշանակել ազատազրկում։ Այսինքն ազատազրկում նշանակվել Սամվել Վարդանյանի նկատմամբ չի կարող, իսկ մյուս հոդվածով, որը միայն ազատազրկում էր նախատեսում, 1-ից 4 տարի ժամկետով միայն ազատազրկում էր նախատեսում, ատելության խոսք դատարանը կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասով մենք գոհ ենք դատարանի վերդիկտից։ Մյուս մասով մենք անպայման բողոքարկելու ենք, հիմա կարող եմ ասել։ Մի հարց, ճիշտ եմ հասկանում, որ այս ընթացքում երբ դատախազը նշում էր, որ բացի խուլիգանությունից, եթե սխալ եմ ուղղել, իրավական բան կարա լինի, բացի խուլիգանությունից նաև քաղաքական հայացքներով պայմանավորված ատելության վերաբերմունք է եղել եւ ատելություն է տարածվել, դատարանը գտավ, որ նման բան տեղի չի ունեցել, այնինչ դուք եք պնդում։ Մենք պնդում ենք, որ պետք է կայացվի արդարացման վերդիկտ 2 հանցակազմով են։ Դատարանը որոշեց 1 հանցակազմով համաձայնվել մեզ հետ, մյուս հանցակազմով համաձայնվել դատախազությանը։ Խուլիգանությունով մեղավոր է ճանաչում։ Տեղի ունեցածը դուք եթե խուլիգանություն չեք որակում, ինչ եք որակում, երբ հայտնի է, որ վիրավորական արտահայտություններ է հնչեցվել, Ժեղբիձա հակահայ վիժվածք։ Մենք դատարանում մանրամասն ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, մենք ներկայացրել ենք, որ այստեղ առկա չէ խուլիգանական դրդումը չի եղել խուլիգանական, դրդումը եղել է պայմանավորված պարոն Ասլանյանի իշխանության մասը լինելու հանգամանքով, իսկ խուլիգանության համար անհրաժեշտ է խուլիգանական դրդում։ Առնվազն դա կարող եմ ասել, մի քանի այլ հանգամանքներ եւս։ Դրա մասին մենք խոսել ենք դատարանում, մենք կներկայացնենք մեր ներողություն վերաքննիչ բողոքում, վերաքննիչ դատարանը կքննարկի, բայց կարևորն այն է եւ այս առումով ես համարում եմ հաղթանակ, ինչի եմ համարում հաղթանակ, որովհետեւ վտանգը, որ Սամվել Վարդանյանը այս դատական ակտով ամենայն դեպս կազատազրկվի, զրոյացավ։ Սա շատ կարևոր է մեզ համար, որովհետեւ իհարկե այն ժամանակ, երբ որ խոշտանգումից հետո 3 օր հետո տնային կալանք կիրառվեց, մենք դա էլ ենք համարում շատ խիստ, բայց այնուհանդերձ տնային կալանքը գոնե այդ պահի համար հաղթանակ էր, որովհետև մարդը քրեակատարողականից չէր։ Սա ես շատ կարևոր եմ համարում։ Մեկ էլ մի բան, քանի որ հիմա վերդիկտ է կայացվել, հաջորդ գործընթացը ինչ է տեղի ունենալու։ Բացատրեմ։ Քրեական դատավարության օրենսգրքով դատավարությունը կամ դատաքննությունը 3 տեսակի դատալսումներից է բաղկացած։ Նախնական դատալսումներ, որտեղ նախապատրաստվում է գործը, խափման միջոցի հարցնեորոշում եւ այլն, հիմնական դատալսումներ, որտեղ մենք այսօր ավարտեցինք հիմնական դատալսումները, որտեղ ներկայացվում է մեղադրական եզրակացությունը, պաշտպանական խոսք ենք ասում, ապացույցներն են հետազոտվում, վերջում ելույթներ ենք ունենում։ Ավարտվեց, դատարանը կայացրեց վերդիկտ։ Վերդիկտը գրավոր չի, բանավոր է։ Դրանից հետո լրացուցիչ դատալսումներն են, մեղադրական վերդիկտի դեպքում քննարկվում է պատժատեսակը եւ պատժաչափը, կրկնեմ, այսօրվա մեր օրենսդրությամբ թեև այդ հոդվածի խուլիգանության 297 հոդվածի առաջին մասում մեր քաղաքացիները կարող են կարդալ եւ տեսնել մի շարք պատժատեսակների կողքին, այդ թվում տուգանք եւ այլն, տեսնել նաեւ ազատազրկումը, բայց մեկ այլ հոդվածով սահմանվում է, որ առաջի անգամ ոչ մեծ ծանրությանից դա ոչ մեծ ծանրություն է, նշանակվել չի կարող։ Պետք է որոշի։ Այո, պետք է որոշի, թե ինչպիսի պատժատեսակ է կիրառում, տուգանք է կիրառում, ասենք հանրային աշխատանքներ եւ այլն, եւ չափը դրա մենք խնդրեցինք, նաեւ դատախազը խնդրեց, որպեսզի այսօր հիմնական ներողություն լրացուցիչ դատալսումները տեղի չունենան, մենք պետք է պատրաստվենք, մենք չգիտենք ինչ վերդիկտ է լինելու, անկեղծ ասած բոլոր տարբերակները քննարկում ենք։ Մենք չգիտենք ինչ վերդիկտ է լինելու, մենք պետք է դիտարկենք այդ հարցը, թե ինչպիսի
դիրքորոշում ենք մենք ներկայացնելու, բայց ամբողջ հարցն այն է, որ դիրքորոշում ներկայացնելը այս հարցով չի նշանակում դատական ակտի ընդունում։ Մենք շարունակում ենք մնալ մեր այն մոտեցմանը, որ այստեղ առկա չէ նաև խուլիգանություն եւ մենք դա վերաքննիչ բողոքով ներկայացնելու ենք։ Առավել եւս մենք իրավունք չունենք մոռանալ, որ այսպես զուգահեռ process-ներ են։ Խոշտանգման գործը, որ առանձնապես ծանր հանցագործությունն է։ Քննչական այսօր ասաց, որ այդ գործով, որը 1 տարի առաջ է մոտավորապես հարուցվել դեպքը տեղի ունեցել 1 տարի առաջ, նորություն չկա մեղադրյալ։ Սա ինչի մասին է վկայում։ Արդյոք մեր իրավապահները, հայաստանյան իրավապահները չեն կարողանում պարզել, թե մարդը, որը գտնվել է ոստիկանների հսկողության ներքո տեղափոխվելիս եւ խոշտանգման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, ովքեր են այդ մարդիկ եւ ինչու այն ոստիկաններ, որոնք ուղեկցել են նրան, պատասխանատվության չեն կարող ենթարկվել։ Ոստիկանների անձը իհարկե հայտնի է, ինքնությունը բացահայտված է, այսինքն դա նախաքննության անհրաժեշտություններ եղել են, նախաքննության համար դա գաղտնիք չէ, իհարկե ովքեր են այդ անձինք, եւ մեր համար առնվազն շատ տարօրինակ է, որ այդ անձանց մեղադրանք չի առաջադրվում առնվազն անփութության համար։ Առնվազն անփութության համար։ Առաջադրում ձեր կարծիքով։ Բաց պատճառով, որովհետեւ քաղաքական գործի հետ գործ ունենք։ Բաց պատճառով մենք դրա մասին խոսել ենք 2024 թվականի ապրիլի 15-ից սկսած։ Ես կրկնեմ, սա շատ կարևոր է, մեր երկրում շատ մեծ խնդրեմ է դարձել խոշտանգումները։ Եվ ես կարծում եմ, որ եթե այս գործով իրականում հանրային ճնշումը որ շատ մեծ էր, այն չափ մեծ լիներ, օրինակ մարդիկ, ովքեր որ ազգային ժողովի падգամավոր են, նաև ԿՊ-ի ֆրակցիայից են, իրենց գոնե ներսում այս հարցը բարձրացնեն, ասեն, որ այսպես չի կարելի։ Մի խոսքով ճնշումը նաև այդպիսի դրսևորումներ ունենար եւ իսկապես պատժվեին։ Հիմա մենք չենք ունենա, օրինակ, ամենաթարմ դեպքը ասեմ, քրեակատարողականում տեղի ունեցած այս ծեծու ջարդը, չենք ունենա Արցախցի երիտասարդ տղայի հետ կապված գործը եւ բազմաթիվ այլ գործեր հիմա կարող եմ շատ երկար թվարկել։ Սա լրջագույն խնդիր է, խոշտանգման արգելքը պահպանելը լրջագույն խնդիր է, դա ես հավատացնում եմ որևէ մեկին, այդ թվում եւ առաջին հերթին այս պահին իշխանությունում գտնվող անձանց դա չի կարող ձեռնտու լինել, որովհետեւ այսօր իշխանության է, վաղը չես լինի իշխանության։ Այդ մարդիկ պետք է լինեին նախաձեռնողը։ Ցավում եմ, որ այդպես չեն արել։ Անկամ ես ցավում եմ, որ պարոն Ասլանյանը հիմա չլինելով ԿՊ-ի ֆրակցիայի անդամ, պաշտպանված չլինելով կուսակցական ինչ որ կարգապահությամբ, այս ամեն ինչի հետ մեկտեղ չի ասում, որ առանձնապես ծանր հանցագործությունը, խոշտանգումը դատապարտելի է չի կարելի։ Չգիտեմ, իր գործն է Աստված իր հետ։ Ամեն դեպքում մենք չմոռանանք, որ այս գործոնը շատ կարևոր էր մեր պատմության մեջ։ Առաջ չընկնելով ասեմ, որ ապրիլի 15-ին 1 տարին էր առանում եւ մենք անպայման կհաղորդակցվենք հանրության հետ։ Ես Վարազդատը հույս ունենք նաև մեր երրորդ գործընկեր Արամ Վարդևանյանը, տեսնենք ինչպես կլինի, բայց ամեն դեպքում մենք կհաղորդակցվենք եւ կամփոփենք այս 1 տարին։ Ամեն դեպքում վերջում նորից ասեմ, որ ես համարում եմ հաղթանակ զուտ այն պատճառով, որ այս դատավճռով տեսականորեն օրենքի հիման վրա հնարավոր չէ ազատազրկում, պատժատեսակի նշանակում մեր համար պլան մինիմումը դա էր հանգիստ ենք, որով Սամվել Վարդանը չի հայտնվի քրեակատարողականով։ Բայց համաձայն չենք որոշման հետ բողոքարկելու ենք։